Երևանը դեռ չի կողմնորոշվել, որ կազմակերպությանը կամ երկրին պատվիրակի Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը։ Հայկական ՀԱԵԿ-ի կառուցման վերջնաժամկետը սարերի հետևում չէ։ 2036 թվականին մեր երկիրն արդեն նոր կառուցված ատոմակայան պետք է ունենա։ Մինչև այդ աշխատանքներ են տարվում երկարացնելու գործող ատոմակայանի կյանքը։ Այդ աշխատանքներում ներգրաված է ռուսական կողմը։ Ռոսատոմի գլխավոր տնօրենն է Նիկոլ Փաշինյանին հիշեցնում, որ Ռուսաստանի կառուցած ՀԱԵԿ-ի գործող էներգաբլոկը աշխարհում միակն է, որը կարող է դիմակայել 9 մագնիտուդով երկրաշարժին։ Այն ըստ Լիխաչովի դիմացավ նաև Սպիտակի ուժգին երկրաշարժին եւ հետագայում վերագործարկվեց։ Проект совместно, конечно же, с Росатомом. Ռոսատոմի աջակցությամբ Երևանը ներկայումս իրականացնում է կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ծրագիր։ Մենք ասում ենք, կայանը ձերն է, բայց հպարտությունը մերն է։ Մենք հետևում ենք, թե ինչպես եք դուք ընտրում նոր լուծում եւ ինչպես եք դիտարկում ատոմային էներգիայի հաջորդ քայլը։ Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է այս քայլը, քանի որ դուք եք որոշում երկրի քաղաքականությունը, առնվազն հաջորդ 100 տարիների համար։ Потому что вы определяете политику страны как минимум на 100 ближайшие лет. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր խոսքում եւս ընդգծեց, որ Ռոսատոմն այժմ աշխատում է հայկական ԱԵԿ-ի գործունեության ժամկետի երկարաձգման ուղղությամբ։ Հայաստանում երկար ժամանակ է գործում է ատոմային էլեկտրակայանը, ինչպես անձամբ ասացիք, ֆորումի ընթացքում այն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30%-ը։ Ամեն դեպքում դա լուրջ ցուցանիշ է։ Выдает атомная электростанция. Вы правильно заметили, что мы... Դուք ճիշտ նկատեցիք, որ մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության հետ եւ աշխատում ենք ՀԱԵԿ-ի գործունեության ժամկետը մինչեւ 2036 թվականը երկարաձգելու նպատակով։ Մենք այժմ աշխատում ենք եւ փնտրում Հայաստանի համար հարմար նախագծեր, փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ եւ իհարկե այդ հարցում նույնպես շատ ակտիվ երկխոսություն ունենք Ռուսաստանի Դաշնության հետ։ Вариантов и конечно же, в этом вопросе тоже у нас очень активный диалог с Российской Федерацией. Էներգետիկ ոլորտի մասնագետներն այնուամենայնիվ հորդորում են, որքան հնարավոր է շուտ կառուցել նոր ատոմակայանը Հայաստանում։ Չնայած որ այստեղ էլ քաղաքական շահերը ավելի են դանդաղեցնում ատոմային կայանի կառուցումը։ Նախապատվությունը տալ փոքր մոդուլային թե մեծ հզորություն ունեցող ատոմակայանի կառուցմանը։ Այս խոշոր էներգետիկ ծրագրի կյանքի կոչման համար էլ Արևմուտք Ռուսաստան մրցակցությունն է, որ ուղղությունն է ավելի արդյունավետ, որակյալ եւ երկարաժամկետ։ Փորձագետները իրենց վերլուծություններն են ներկայացնում։ Փոքր մոդուլային ասելով մենք որևիցե երկիր նկատի չունենք, բայց փաստում ենք հետևյալը։ Այսօր 2025 թվականի սեպտեմբերին երկիր մոլորակի վրա փոքր մոդուլային կայաններ, ատոմային կայաններ էներգետիկայի նպատակով աշխատում են միայն Ռուսաստանում եւ միայն Չինաստանում։ Միացյալ Նահանգներում գոյություն չունի այդպիսի մոդուլային կայաններ աշխատում։ Միացյալ Նահանգներում նույնիսկ գոյություն չունի այդպիսի կայանի լիցենզավորված նախագիծ։ Ռուսական կողմը Հայաստանում ատոմակայան կառուցելու առաջարկների մեծ փաթեթ է ներկայացնում, եւ Հայաստանը պետք է ընտրություն կատարի, թե այդ փաթեթից որն է ընդունելի իր համար։ Էներգետիկ փորձագետը հայտնեց, որ հայկական կողմը շարունակում է բնականon աշխատանքներ տանել Ռոսատոմի հետ աշխատող երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։